Շնորհակալություն հարգարժան պարոն փոխքաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, ելի նիստի ընթացքում մի քանի հարցերի պետք է անդրադառնամ, որ քննարկել ենք։ Չնայած պարոն Դանելյանի ելույթից հետո մի տեսակ տենց ես էլ ինձ բան զգացի, որ ես էլ եմ պատերազմի մասնակցել, ինքն էլ է պատերազմի մասնակցել, բայց թողենք այդ հարցը։ Պարոն Դանելյան, սուս մնացեք, ես ձեր ելույթի ժամանակ տար չեմ խոսացել։ Ուրեմն այս նիստով մի շատ կարևոր, գուցե պետք է նաև այդ բառը ասեմ, մենք քաղաքային իշխանությունը հեղափոխական մի նախագիծ է ընդունել, որի մասին ընդդիմությունը չխոսեց։ Ինչի չխոսեց, որովհետև ըստ երևույթին այդ առնչվում էր նաև մի ընկերության հետ, որը կարող է իրենց հետ կապ ունենա։ Բայց ես խոսամ դրա մասին, կարեք հետո ինձ ասեք, բա հակառուսական մոտեցումներ ունեցող ո՞նց եք խոսում։ Այս նիստին քաղաքային իշխանությունը Գազպրոմին արտոնություններ է տվել եւ հեղափոխական բան արել եւ Խարբերդում մենք ունենալու ենք գազամատակարարում, ունենալու ենք գազ Ժորժան։ Ունենալու ենք, երբ որ ձեր իշխանության պարագայում կգնաք այդ ձեր ֆրակցիայից Խարբերդի համար անհանգստացողներ կան, կգնաք հարցնեք ձեր իշխանության պարագայում Խարբերդը ինչ տեղ էր ու հիմա ինչ է դարձել մեր իշխանության պարագայում։ Այդ որ սիրում եք փաստերով խոսալ, այ փաստերով կգնաք կտենաք ինչ ա եղել։ Ուրեմն հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, ձեր մի քանի ասածներին էլ անդրադառնամ, ասացիք on-line ճարտարապետների նիստ արեք ու թափանցիկությունից եք խոսում։ Այ ընկեր, դուք մի հատ ձեր կուսակցության համագումարը on-line արեք, հետո նոր on-line ուրիշ նիստերից խոսացեք։ Անդադ այնպես որ Հայկ Մարությանի մասին խոսում եք, ճիշտ ասած իմ մոտ տպավորությունն է, որ դուք կռիվ եք տալիս Հայկ Մարությանի հոգու հետ։ Այդ մարդը ստեղ չի։ Էլ չի էլ կարա գա ստեղ հետ։ Թողեք իրան հանգիստ թող զբաղվի իր գործերով։ Ուրեմն սիրելի երևանցիներ, բյուջեի այս կատարողականի մասին երբեք նման ծավալի աշխատանքներ չի կատարվել եւ կկատարվի, եթե դուք չգաք իշխանության, այ որ դուք գաք իշխանության, ես համոզված եմ, որ չի կատարվելու, բայց երբեք նման ծավալի աշխատանքներ չի կատարվել, նման ծավալի կատարողական չի եղել, ես էլ շատ բաներից դժգոհ եմ, գոհ եմ փոխալցումներից, ոչ գոհ չեմ, հաստատ իմ գործընկերներն էլ գոհ չեն, որ գոհ լինենք, այդքանով կսահմանափակվենք, բազմաթիվ բաներից գոհ չենք, եւ դրա համար փորձում ենք առաջ գնալ, ես համոզված եմ 5-6 տարի հետո, ես էլ կուզեի հենց վաղը տենայի, այն ինչ որ արել ենք դրա արդյունքը, բայց անհնար է տնջ Ժորժ ջան, երբ որ տարիներով քանդված ինչ-որ բան փորձում ես վերականգնել, անհնար է մի քանի օրվա մեջ կամ մի քանի տարվա մեջ դրա արդյունքը տեսնես։ Եվ ես համոզված եմ 5-6 տարի հետո այս իշխանությունը քաղաքային համարվելու է լավագույն իշխանություններից մեկը։ Պարոն քաղաքապետը ասաց խավարի քարոզիչներ, ես երևի թե ասեմ խավարի ու ստի քարոզիչներ։ Ժորժ ջան, հիշում եք ինչ էիք ասում կոալիցիոն համակարգին դուք, ասում էիք կցորդ համակարգ է կոալիցիոն համակարգը։ Ուզում եմ հասկանամ, բա որ հիմա ձեր կուսակցության անունը թողել եք, գնացել մտել եք տապանի մեջ, դուք ձեզ ինչ անուն եք տալի, Ժորժ, դուք սկի կոալիցիա չեք։ Ինչ եք դուք, եկեք մի հատ այդ հարցին պատասխանեք, դուք հիմա ինչ եք, լավ, մենք կմտածենք, դուք ինչ եք կասենք դրա մասին ձեզ։ Եվ հարգելի գործընկերներ, ինչ եմ ասում ստի եւ խավարի քարոզիչներ, որովհետեւ 3 տարի է գրեթե մենք այստեղ ասում ենք, որ Մայր Հայաստանը այստեղ գործողվել է Ռոբերտ Քոչարյանի գաղափարները իրագործելու եւ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով եւ 3 տարի է նստած տեղից բղավում էին։ Չկա տենց բան, ինչ Ռոբերտ Քոչարյան, ուրեմն մտնում ես Մայր Հայաստանի ավականի անդամների էջեր, օրինակ Արշակ Սարգսյանի էջ։ Մտնում ես եւ Ռոբերտ Քոչարյանի մասին բազմաթիվ պոստեր ա կիսվել։ Մի պոստում էր նշել է Միքայել Աջապահյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Պատկերացնում եք ինչքան ֆանտաստիկ պիտի լինես, որ հոգեվորականին եւ աթեիստին իրար նշտես մի պոստում օրինակ։ Ես չեմ պատկերացնում ինչ պիտի լինի։ Նույնը Արմենակ Դանելյանի։ Հիմա նաեւ ասում են, որ ձեզանից ոմանք նաեւ գնում են Ռոբերտ Քոչարյանի ցուցակով ըստ երևույթին չընտրվելու։ Ոմանք էլ գնում են Ոմանք էլ տապանում իրենց ուրույն տեղը կգրավեն հաստատ եւ գիտեք ձեր քաղաքական թշվառությունը եւ վերջանքը արտահայտվում է ձեր առաջնորդի Անդրանիկ Թևանյանի հետեւյալ բառերով հարգելի գործընկերներ։ Անարել չկա։ Արելար է։ Փողոցում կանգնենք, կան խրամատում։ Դուք խրամատում չեք էլ կարող կանգնել, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար